Շիրակի մարզում մեկնարկել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։ Մարզպետ Դավիթ Արուշանյանի ղեկավարությամբ իրականացվող այցերի շրջանակներում տեղում վերահսկվում և գնահատվում են ընթացիկ աշխատանքները։ Այս օրերին մարզում ուշադրության կենտրոնում են ճանապարհների ասֆալտապատումն ու ջրամատակարարման համակարգերի վերանորոգումը պետբյուջեից ու սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմամբ։ Անի համայնքում ընթացքի մեջ է մի քանի բնակավայրերն իրար կապող ճանապարհների հիմնանորոգման խոշոր սուբվենցիոն ծրագիր, մասնավորապես վերանորոգվում է Մարալիկ քաղաքի Հրանչայինյան փողոցը, ինչպես նաև ասֆալտապատվում են Սարակապ, Սառնաղբյուր և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհները։ Ծրագրի արժեքը կազմում է 656 միլիոն 733 հազար 681 դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը 295 միլիոն 530 հազար 156 դրամն է։ Տարածքային զարգացման հիմնադրամ լինի, սուբվենցիա լինի, այլ տարածքային կառավարման նախարարության ծրագրեր, քաղաքաշինության ծրագրեր, իմ համար ընդհանրապես մեկ է, ես Շիրակի մարզի մարզպետն եմ, պատասխանատուն եմ, ես առաջ օրվանից ասել եմ, յուրաքանչյուր բնակչի համար պատասխանատու եմ եւ բոլոր այն շինարարությունները, որոնք մարզում տեղի են ունենում, իմ ուղիղ հսկողության տակ է լինելու։ Համայնքապետարանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր շինարարությունները, թե հրատապ ծրագրերի, թե զարգացման ծրագրերի մշտադիտարկման։ Շիրակի մարզպետը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը եւ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը այցելել են նաեւ Սարակապ, տեղում հետեւել աշխատանքների ընթացքին եւ շինարարների հետ քննարկել արձանագրված թերացումները։ Առաջի շերտը ասֆալտապատման անելուց հետո խնդիրներ առաջացել, մի շինարարությունը այդտեղ կանգնեցված է, այդ ամբողջությամբ նորից քանդվելու է այդ հատվածը, գրունտից սկսած նորից անելու են։ Ուսումները վաղուց արդեն արձանագրել ենք, շինարարի հետ պայմանավորվածություն կա, թերությունները միանշանակ վերացվելու են, նոր ավարտական ակտեր են կազմակերպվելու։ Եղանակային պայմաններին, եթե հաշվի չառնենք, մոտ 2 ամսից եւ Սարակապ եւ Հայկաձոր գյուղերի ճանապարհները մուտքի պետք է որ ավարտված լինեն։ Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է Զարինջածի Դահովկ ավտոճանապարհը, որի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ակտիվ փուլում են։ Նշված հատվածից 1.8 կիլոմետրն անցնում է Շիրակի մարզի տարածքով։ Ճանապարհահատվածի վերանորոգման հարցը Արուշանյանը բարձրաձայնել է, երբ ազգային ժողովի պատգամավոր էր։ Այսօր որպես մարզպետ է գնահատում կատարվող աշխատանքները։ Այդ ճանապարհի բացակայության պատճառով այդ երկու գյուղերը, որոնք մեծ գյուղեր են, իրանք փոքր գյուղեր չեն, այդ երկու գյուղերի բնակիչները մեծ շրջան էին անում, որ կարողանան Երևան գնալ կամ Գյումրի գնալ։ Այդ իմ համար շատ կարևոր նշանակություն ունի եւ ամենակարևորը ես այդ երկու գյուղերի բնակիչներին խոսք էի տվել որպես պատգամավոր, այդ ճանապարհի խնդիրը լուծելու եմ։ Ծիտանկով գյուղի բնակիչներին անձամբ բոլորին խոսք էի տվել, որ ես այդ հարցը կարգավորելու եմ ու շատ ուրախ եմ, որ որպես մարզպետ կարողանում են այն ինչ սկսել եմ որպես պատգամավոր, հիմա կարողանում եմ որպես մարզպետ հետևել որակի եւ ժամանակների վերահսկողություն կատարել։ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում էլ ավարտվել են խմելու ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքները։ Այս ծրագիրն իրականացվել է անհետաձգելի կարգով պետական բյուջեից տրամադրված միջոցներով։ Մենք հիմնականում շեշտը ի սկզբանե դրել ենք, որ պետք է համայնքում առաջնային խնդիրները կարգավորվի, հենց ճանապարհներ, ջուր եւ գրեթե ջրի հետ կապված հարցը 25 թվականին կարգավորվի։ Մարզպետի այցը Անի համայնք ավարտվել է աշխատանքային խորհրդակցությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։